Աստծո տան մեջ գտնվենք, Աստծո հետ լինենք։ Սա Աստվածանից մեծ շնորհք ու ողորմություն է սիրելիներ, եւ դրա համար արժե սրտանց փառք տալ Տիրոջը սիրելիներ։ Սա Աստծո շնորհքն է, Տերը փառավորվի։ Ուզում եմ կարդամ Սուրբ գրքից խոսք սկսելու համար Կողոսացիս 2-րդ գլուխ 5-ից մինչև 8-րդ համարները, այսպես է գրված. Որ թեպետ մարմնով հեռու եմ, բայց հոգով ձեզ հետ եմ, եւ կուրախանամ, երբ ձեր բարի վարքը տեսնեմ, եւ ձեր հավատքի հաստատությունը Քրիստոսի վրա։ Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին Տեր, այնպես քայլեցեք, արմատ կապած նրա վրա շինված, հավատքի մեջ հաստատված, ինչպես սովորեցաք անոր մեջ աճեցեք գոհությունով, զգուշացեք, չլա թե մեկը ձեզ գերի դարձնե փիլիսոփայություններով, փուչ խաբեություններով, մարդկանց ավանդությունների պես ու աշխարհքի սկզբունքների պես, ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Առաքյալը գրում է հետևյալ խոսքերը. որ թեպետ մարմնով հեռու եմ, բայց ուրախանում եմ, երբ որ ինչ եմ տեսնում։ Ոչ թե տեսնում եմ, որ եկեղեցու մեջ, չգիտեմ, զորություններ, հրաշքներ, նշաններ, թե պետք սրանք պետք են, ոչ թե էդի է կատարվում, ոչ թե տեսնում են, որ ինչքան մարդիկ են հավաքվել, դա էլ է օրհնություն, դա էլ է պետք, բայց ամենակարևոր բանը, որ եկեղեցու մեջ ինքը տեսել էր եւ ամենակարևորագույն բանն է, եւ ինքը դրա համար Տիրոջը փառք էր տալի հետեւյալն է. տեսնում եմ ձեր բարի վարքը եւ հավատքի հաստատությունը։ Գիտեք, սիրելիներ, կարող է շատ ուրախությամբ գալիս ենք Տիրոջ տուն, կարող է շատ փափագով գալիս ենք Տիրոջ տուն, շատ լավ է, բայց եթե հավատացյալը չունեցավ հավատքի հիմք եւ հավատքի հաստատություն, ինքը մի օր ընկնելու է։ Մի օր տեսնում ես դրա ուրախությունն էլ է կորչում, մի օր տեսնում ես, որ դրա ես չգիտեմ, այն ոգևորվածություն կա, ասենք մարդը տեսնում ես, երբ որ մանավանդ հանքավան ովքեր որ գնում գալիս են, տեսնում ես, գալիս են այդ մի շաբաթը այնքան լուրջ հոգևոր են դառնում, շատ լավ կարդում, աղոթում, չգիտեմ, նախանձավոր, փափագում, կամած, ինչ-որ բան է պակասում, ես ինչ է կատարվում, լավ ինչ կատարվեց մարդու մեջ, ինչը փոխվեց, տեսնում ես, որ մարդու կյանքի մեջ հաստատության հիմքը չկա, կա ոգևորվածություն, կա ուրախություն, շատ լավ է, բայց հիմք է պետք, եւ առաքյալը ինքը այս ամենի կարևորությունը շատ խորը հասկանում էր եւ ասում էր, ես ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ ձեր բարի վարքը, լուրջ հոգևոր կյանքի փոփոխությունը հավատացյալի կյանքի մեջ, սա շատ կարևոր է սիրելիներ։ Գիտեք, ոչ թե ինչ-որ բաների մեջ ոգևորվելով է, այլ լուրջ հոգևոր մարդը հավատքի կյանքի մեջ պիտի ունենա կյանքի փոփոխություն, բարի վարք պիտի ունենա, եւ սա պիտի երևա սիրելիներ։ Հիշում եք, Տեր Հիսուսը, երբ որ խոսում էր, ասավ, քաղաք, որը լեռան վրա կեցած է, չես կարա ինչ անես, չի պահվի, որովհետև նրա լույսը ինչ պիտի անի, ամեն կողմից երևալու է, ամեն կողմից, այնքան էլ ուզում է տարածությունը շատ հեռու լինի, չէ, երբ որ տեսնում ես մի հատ լույս, մի հատ սարի գլխին կամ մի հեռու տեղ, այդ լույսը շատ այդ հեռավորության մեջից ինչ է լինում, դարձյալ երևում է, եւ ինչքան կարեւոր է, որ մենք լինելով լույս այս աշխարհի մեջ, մեր լույսը իրականում տեսնեն, մեր ընտանիքների մեջ, մեր աշխատանքի վայրը, մեր չգիտեմ գործի տեղը, ամեն տեղ, որտեղ որ լինես։ Մի անգամ մի հատ քույրիկ եկավ, այդպես կիսվում է, զրուցում, ասում է, գիտես, ինձի իմ դպրոցում, իմ տեղը այդ բանում ինձի ասում են, որ դու մեր նման չես։ Մեր նման չես, ասում եմ, ինչ հիմա դու դրանից ուրախանում ես, թե տխրում ես, որ դու իրանց նման չես, ասում եմ, դու փառք տու Տիրոջը, որովհետև դու իրանց նման չես, դու Հիսուսի երեխան ես եւ դու Հիսուսի նման ես։ Եվ ինչ էին տեսել իրանք նրա մեջ։ Ոչ թե ասենք տեսել էին ինքը ինչքան լավ է սովորում, դու մեր նման չես, ինչ չէին տեսել, ինչ որ մի բան նրան մեջ տեսել էին, որ տարբերվում է իրանցից եւ ասում է դու մեր նման չես։ Այո, սիրելիներ, տեսել էին իր մեջ պարկեշտություն, տեսել էին հավատարմություն, խոնարհություն եւ այն բաները, որոնք Աստվածանից է սիրելիներ, եւ այս բաները պետք է որ ինչ լինի, նաեւ երևա մեր կյանքի մեջ, որտեղ որ մենք կլինենք, մարդիկ պիտի տենան սա մեր վրա, իսկ եթե չեն տենում, ուրեմն մենք մտածելու բաներ ունենք սիրելիներ։ Ուրեմն կարդում ենք Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք տեսնում ենք Գործ Կարակելոցի մեջ, Անտիոքի մեջ մեծ այսպես արթնություն սկսվեց, երբ որ լուրջ հալածանքներ կար, ծրվեցին առաքյալները տարբեր ուղղությունների վրա,
Երբ որ Անտիոքի մեջ քարոզվեց ավետարանի խոսքը, Գործք առաքելոց 11-րդ գլուխ 21 մինչև 23 համարները ուզում եմ կարդամ։ Տեսեք ինչ ա գրված։ Բարնաբասին ուղարկեցին Անտիոք, որպեսզի գնա հասկանա ինչ ա կատարվում այնտեղ։ Այնտեղից մեզ լուր էր եկել, որ շատ մարդիկ են ապաշխարում։ Երբ որ գնաց, տեսեք գրված է. Անոր ձեռքանոնց հետ էր բազմաթիվ մարդիկ հավատալով Տիրոջը դարձան, եւ այս լուրը Երուսաղեմի եկեղեցին ականջը հասավ, եւ Բարնաբասը ղրկեցին, որպեսի անոնք միջև Անտիոք երթան, որ ու երբ գնաց, Աստծո շնորհքը տեսավ, ուրախացավ եւ հոժարեցավ ամենքնալ, որ հոժար սրտով Տիրոջը հետ կապված մնան։ Երբ որ գնաց, Բարնաբասը ուրախացավ։ Եվ ինչ տեսավ այնտեղ? Աստծո շնորհքը տեսավ։ Աստծո շնորհքը տեսավ, ուրախացավ եւ ասավ, որ ինչ անեք, որ մնացեք Աստծո հետ կապված, ուրախացավ եւ ասավ, հոժար սրտով Տիրոջ հետ կապված մնացեք։ Ինչ որ մի բան տեսել էր նրանց մեջ, թե չէ։ Ոչ թե տեսել էր, որ շատ մարդիկ են եկել հավաքվել եւ սա լավ է։ Ինքը տեսել էր բաներ այդ մարդկանց մեջ եւ ինքը դրա համար ուրախացել էր եւ ասել էր, ինչ արեք, մնացեք այդպես Տիրոջ հետ կապված, սա արդեն շատ լավ է, որ ձեր կյանքի մեջ ինչ ա եղել, տեղի է ունեցել, տեսել էին Աստծո շնորհքը։ Ինչ ա նշանակում Աստծո շնորհքը, սիրելիներ։ Շատ հաճախ մենք այս բառը ասում ենք, չէ, որ այո, մենք շնորհքի տակ ենք, մենք շնորհքով փրկված ենք, Տիրոջ շնորհքն է, մեզանից ոչինչ չկա, բայց ինչ ա Աստծո շնորհքը։ Տիտոս 2-րդ գլուխ 11 համարի մեջ հստակ գրում է դրա մասին, քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևեցավ։ Աստծո փրկարար շնորհք ինչ արեց, բոլոր մարդկանց երևեցավ։ Եվ հիմա ինչ եք մտածում, երբ որ շնորհքը գալիս է մեր վրա, փրկարար շնորհքը ինչ որ մի բան անում է մեր կյանքի մեջ, թե չէ։ Ինչ է անում։ Ինչ է տեղի ունենում մեր կյանքի մեջ։ Հիմա մենք ասում ենք, որ մենք Աստծո շնորհքով ենք, որ եկել ենք ստեղ։ Տիրոջ շնորհքով է, որ մենք հավատացինք։ Տիրոջ շնորհքով ենք, որ մենք փրկված ենք։ Եթե Աստծո շնորհքը չլեր, մենք ամենքս կկորշեինք։ Եվ այս խոսքերը հաճախ ասում ենք, ինչ է անում Աստծո շնորհքը, երբ որ գալիս է մեր կյանքի մեջ։ Ինչ որ մի բան պիտի անի, թե չէ։ Ինչ որ մի բան տեղի պիտի ունենա, թե չէ։ Եվ ինչ է տեղի ունենում։ Տեսեք սիրելիներ, շարունակության մեջ գրված է. Ան մեզ կխրատե, որպեսի ամբարշտությունը, աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Ուրիշ բաներ չի տեղի ունենում։ Մի կարևոր բան, որ փոխվում է հավատացյալի կյանքը եւ հավատացյալը, տեսեք, գրված է ան մեզ կխրատի։ Ինչն է մեզ խրատը? Աստծո շնորհքը։ Աստծո շնորհքը մեզի խրատում է, մեզի սովորեցնում է, մեզի դարձնում է այնպիսին, որպեսի մենք հոժարական, ոչ թե ստիպողական, շատ ժամանակ դեղվում ենք, ասում ենք, այն եղբայրը խիստ խոսած, այն եղբայրը էս ասես, ինձ հանդիմանեցին սելիս, Աստծո շնորհքը ուզում է ինձ եւ քեզ խրատի, որ մենք ինչ անենք, աշխարհային ամբարշտությունը, ցանկությունները, աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ, փառք Տիրոջ սրա համար։ Այս Աստված ուզում անի եւ սա պիտի ինչ անի, երևա մեր կյանքի մեջ։ Տեսեք սիրելիներ, ուրեմն մենք մի կարևոր բան կարանք ասենք, Աստծո նպատակն է մեզի տանի ճշմարտության մեջ, որ փոխվի մեր վարքը, մեր ապրելակերպը եւ Աստծո շնորհքը աշխատի մեր վրա, որ մենք Աստծո ուզածի պես ինչ ունենանք, հոգևոր վիճակ ունենանք, ոչ թե ոգևորվածությամբ կամ ինչ-որ բաներով հոգևոր կյանքի մեջ շարունակենք ապրենք։ Եթե հիմք չունեցավ, դա քանդվելու է։ Այ երբ որ լուրջ հիմք ենք ունենում ենք նաև հոգևոր լուրջ ընթացք եւ հոգևոր առատ օրհնություններ եւ հոգևոր պտուղներ։ Տերը փառավորվի։ Ուզում եմ Սուրբ Գրքի մեջ հիշեցնեմ միտեղ, սիրելիներ, մի պատմության մասին, որը Դավիթի հետ է կապված։ Մենք գիտենք Դավիթը ինչքան նախանձավոր էր Տիրոջը։ Մենք սա տեսնում ենք։ Ինքը Տիրոջ երեստ էր փնտրում, ու երբ որ Դավիթը դառավ թագավոր, կարծես ամենառաջի բաներից հետևյալն էր. Տիրոջ համար
աներ, Տիրոջ համար գործեր, սիրելիներ, առաջին նպատակը հետևյալն էր, որ ուխտի տապանակը ինչ աներ, Դավիթը իր տուն տաներ, ուխտի տապանակը գերի էր գնացել, եւ այս ամենը տեսել էր, եւ ամենը գիտեր, եւ նախանձավոր էր Դավիթը սրա համար, եւ Դավիթը ուզում էր, իր մեջ կար չէ փափագը, ուզում էր, որ ուխտի տապանակը իր տուն տանի, եւ սա ուզում էր անել Դավիթը, եւ դա մեծ ուրախությունով էր անում, սիրելիներ, մեծ ուրախությունով, մեծ փափագով, մեծ նախանձավորությունով, շատ լավ բան է, բայց ամեն ինչի համար Աստված դրել է մեր կյանքի մեջ կարգ, կանոն, երբեմն բաներ կա, որ մենք անում ենք շատ մեծ ոգևորվածությամբ, ուրախությամբ, բայց չենք անում այնպես, ինչպես որ ուզում է Աստված, Աստծո խոսքի համաձայն չենք անում, սիրելիներ։ Այս պատմության մեջ մենք հետևյալն ենք տեսնում։ Դավիթը, երբ որ ուխտի տապանակը որոշեց իր տուն տանի, եւ մենք կարդում ենք սա երկրորդ Թագավորաց 6-րդ գլուխ 6 համարի մեջ գրված է, երբ Նակովրեն կալը եկավ, Ոզյան իր ձեռքը Աստծո տապանակին երկարացրեց, Զանիկա բռնե, քանզի եզները Զանիկա ծռած էին, եւ Տիրոջ բարկությունը բորբոքվեցավ Ոզային դեմ, եւ Զանիկա հոն անցանքի համար զարկավ, որը այնտեղը Աստծո տապանակին քովը մեռավ։ Դավիթը տրտմեցավ, քանզի Տերը հարվածեց Ոզյային եւ զարկավ, եւ այն տեղի անունը միջև այսօր Փարեզ Ոզյա կոչվեցավ։ Դավիթը այն օրը Տիրոջմեն վախեցավ եւ ասավ. Տիրոջ տապանակը ինչպես իմ քովս պիտի մնա։ Թեպետ Դավիթը շատ լավ բան էր ուզում աներ, շատ կարևոր քայլ էր ուզում աներ, նախանձավոր էր եւ այդ ամենը անում էր շատ մեծ ուրախությունով, բայց եկավ մի պարագա, երբ որ Աստված Ոզյային խփեց, երբ որ իր ձեռքը մեկնեց ուխտի տապանակը, այդպես բռնելու համար սայլերը թեքել էին, Աստված երբ որ խփեց, գրված է Դավիթի համար, Դավիթը վախեցավ։ Դավիթը վախեցավ եւ ասավ. ինչպես ես Աստծո տապանակը իմ տուն տանեմ։ Եվ այնտեղ կար մի անձնավորություն Աբինադաբ անունով, որ ուխտի տապանակը տարավ իր տուն, 3 ամիս իր տան մեջ ուխտի տապանակը պահեց։ Եվ այդ 3 ամսվա մեջ Աստված ինչ արավ։ Հիշում եք։ Օրհնեց նրա ամբողջ տունը, իր ամբողջ ունեցվածք, ամեն բան օրհնեց Աստված։ Եվ Դավիթը հասկացավ, որոշեց, որ չէ, ես նորից ուխտի տապանակը պիտի գնամ, ինչ անեմ, տանեմ իմ տուն, սելներ։ Մենք ինչքան ունենք դրակարիք այսօր մեր կյանքի մեջ, ինչքան ունենք եւ մենք ինչքան նախանձավոր ենք եւ այնքան ենք աղոթում ծնկների վրա. Տեր Աստված, ինձի օրհնի, Տեր Աստված, ինձի զորացրա, Տեր Աստված, էսի արա, Տեր Աստված, ինչքան ենք նախանձավոր, երբեմն մեծ փափագով են գալիս, երբեմն մեծ ծարավով են գալիս, բայց դրան կա ճիշտ ուղղություն, սիրելիներ, ճիշտ վիճակ պիտի ունենանք։ Դավիթը վախեցավ եւ այս վախենալ բառը որոշակի հարցեր է լուծում Դավիթի կյանքի մեջ։ Դավիթը նույնը չի դառնում, սիրելիներ, Դավիթի մեջ հարցեր է սկսում լուծվել։ Ինչպես եմ այսօր ես Աստծո առաջ ներկայանում։ Այն պիտի գա իմ կյանքի մեջ մի իրավիճակ, երբ որ ես պիտի խորը քննեմ իմ անձը եւ ես Աստծուն պիտի նայեմ աստվածավախությամբ եւ ասեմ. Տեր, ինչպիսին եմ ես քո առաջ ներկայանում։ Ամեն օր գնում եմ պաշտամունքի, ամեն ժամանակ հոգևոր եմ, մարդիկ ինձ գիտեն, բայց ինչպիսին եմ ես, եւ ես պիտի դատեմ իմ ներսը եւ պիտի նայեմ. Տեր, արդյոք ես ներկայանում եմ քո առաջ այնպիսին, ինչպիսին որ դու ուզում ես ինձ տեսնել։ Բաներ կա, որ մարդիկ կարողա չտեսնեն մեր կյանքի մեջ։ Բաներ կա, որ մարդիկ կարողա չզգան մեր կյանքի մեջ, բայց մենք լավ գիտենք մեր ներսը։ Եվ այս վախը, սիրելիներ, օգնեց Դավիթին ներսի մեջ, հոգու մեջ, իր անձի մեջ որոշակի բաներ փոխելու։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Երբ որ մենք կարդում ենք շարունակության մեջ, Դավիթը գնում է ուխտի տապանակը բերելու եւ հետեւյալ քայլերը կատարվում, ասա շատ կարեւոր է։ Մնացորդաց 15-րդ գլուխ 13 խոսքի մեջ գրված է. ասում է Դավիթ, վասն դուք առաջի անգամ հոս չգտնվելու համար մեր Տեր Աստվածը մեզ հարվածեց, քանզի անիկա կանոնավոր կերպով չգործադրեցինք։ Ինչի համար Աստված հարվածեց Ոզիային, ինչի համար։ Աստված, Դավիթը խոսում է
Ղևտացիների հետ, քահանաների հետ, նրանց կանչել է, բերել է եւ նրանց ասում է. «Վասնզի դուք առաջի անգամ հոժ չգտնվելու համար մեր Տեր Աստվածը մեզ ինչ արավ, հարվածեց, քանզի զանիկա կանոնավոր կերպով չգործադրեցինք, ինչպես որ Աստված էր մեզի պատվիրել, ինչպես որ Աստված էր մեզի ասել, այդ նույն կանոնավոր կերպով մենք ինչ արեցինք, չգործադրեցինք Աստծո գործը, մենք արեցինք այնպես, ինչպես որ մեզ հաճելի»։ Գիտեք, շատերը այսօր աստվածապաշտ այսպես հոգևոր կյանք են ապրում, այնպես ինչպես որ իրանք են ուզում։ Երբ ուզում են հավաքույթի են գնում, երբ չեն ուզում չեն գնում, երբ ուզում են հաղորդության են մասնակցում, երբ չեն ուզում չեն մասնակցում, երբ ուզում են, չգիտեմ, ծառայում են, երբ չէ։ Կարծես մարդը ինքը իր համար շինել է մի հատ կյանք աստվածապաշտության եւ իրան ոնց հարմար է, իրան երբ հարմար է, ինչ անում։ Այդպես էլ ինքը գործածում է իր ընթացքը հոգևոր կյանքը սերներ, բայց Աստված սա չի հավանում։ Եվ սրա պատճառով Աստված խփեց Ոզիային, որովհետև Աստծո պատվիրացի կանոնավոր ձևով ինչ չէին արել, չէին գործածել։ Եվ ինչ պիտի անային նրանք։ Ուխտի տապանակը ամեն մարդու գործը չէր։ Ով պիտի վերցներ ուխտի տապանակը։ Թեպետ Դավիթը, գիտեք, ինքը մտածում էր, որ լավ բան արի, ուխտի տապանակը դրել էր նոր սայլի վրա, նոր սայլ էր, նրա վրա ոչ մի հատ այսպես բան չէր դրված։ Եվ սա Դավիթը մտածում էր, որ ինչքան լավ քայլ է, նոր սայլի վրա դնես ուխտի տապանակը եւ տանենք։ Բայց կանոնավոր ձևով չէր գործածվում, պիտի կանոնավոր ձևով գործածվեր այնպես, որ քահանաները պիտի գային եւ ինչ պիտի անեին, պիտի իրենց ուսերի վրա վերցնեին ուխտի տապանակը եւ ինչ անեին, տանեին կանոնավոր ձևով։ Այսօր սերներ Աստված դրել է եկեղեցու մեջ պատասխանատուներ, հովիվներ, վարդապետներ, մարգարեներ, ավետարանիչներ, սպասավորներ, պատասխանատուներ, ինչի համար, եկեղեցու շինության համար, բայց շատ հաճախ մենք շրջանցում ենք ինչի համար, այն սպասավորի մոտ, ինչի համար չգիտեմ ենք, այն չգիտեմ պատասխանատուի, քարոզիչի, մարդիկ շատերը միտեղ գնում են, իրանց պատասխանատուն տեղյակ չի, երիտասարդը գնացել է ինչ-որ միտեղ երիտասարդական պաշտամունքի, իրա պատասխանատուն տեղյակ չի, գնում այնտեղ տենում է, եկել է, սելներ, կանոնավոր ձևով չի գործադրվում եւ դրա համար Աստված չի հավանում այդ արարքը, շատ էլ թե գնացել ես, շատ էլ թե արել ես, կանոնավոր ձևով չգործադրվեց եւ դրա համար տեսեք սիրելներ, Աստված հարվածեց, երբ որ մենք շարունակության մեջ կարդում ենք գրվածը Իսրայելի Տեր Աստծո տապանակը հանելու համար քահանաները, ղևտացիները սրբվեցան Աստծո առաջ գալու համար սրբվել է պետք եւ ճիշտ հոգևոր վիճակ պիտի ձեռք բերենք Տիրոջը առաջ իր անունը փառավորվի սելներ եւ տեսեք Կորինթացիս երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ երկրորդ համարի մեջ ինչքան սքանչելի գրում է առաքյալը հետևյալ խոսքերը սելներ հապա կհրաժարվենք ամոթալու ծածուկ բաներից եւ խորամանկությամբ չենք վարվե եւ խարդախություն չենք կնե Աստծո խոսքի մեջ հապա ճշմարտությունը հայտնելով անձներս կներկայացնենք մարդկանց խղճմտանքին Աստծո առաջ ինչ չենք անում նորից եմ կարդում հապա հրաժարվելով ամոթալու ծածուկ բաներից խորամանկությունով չենք վարվե խորամանկությամբ եւ խարդախություն չենք անում ինչի մեջ Աստծո խոսքի մեջ խորամանկությամբ գիտեք կարամ ես ցույց տամ բաներ անեմ բայց տենում է ով տենում է Աստված այդ ամենը տենում է Աստված սերներ եւ ինքը գիտի մեր սիրտը եւ ամեն բան եւ ասում է խարդախություն չենք անում Աստծո խոսքի մեջ հապա ճշմարտությունը հայտնելով անձներս կներկայացնենք ում առաջ անձներս ում առաջ են ներկայացնում, որ ինքը ամենը տենում է, ծածուկները տենում է, այն թակուն տեղերը տենում է, այն որ մենակ ես գիտեմ իմ սրտի մեջ, դու գիտես քո աշխարհի մեջ, այն ամեն ծածուկները ում առաջ են ներկայանում, իրա որ ինքը ամեն բան տենում է եւ ինքը ամեն բան գիտի սերներ, թող Աստված օգնական լինի եւ ուզում եմ նաեւ վերջում մի օրինակ էլ հիշեցնեմ սերներ եւ մենք շատ լավ որպես այսպիսին օրինակ մենք վերցնում ենք դատավորած գրքից սերներ Սամսոնի պատմությունը Սամսոնը
Տիրոջը ուխտավոր էր եւ Աստված իր ծնողներին հայտնել էր Սամսոնի համար, որ ինչքան կարևոր մեկն ալինելու Սամսոնը եւ կարևոր գործի համար։ Եվ Աստված հստակ պատվիրաններ էր տվել Սամսոնի համար, հստակ պատվիրաններ իր ծնողներին, որ ինքը Աստծո ուխտավորն է, իր մազերին ածել պիտի չկպնի։ Վերջը ուխտավորը նաև օրենքներ ուներ հին ուխտի մեջ, երբ որ կարդում ենք ուխտավորի օրենքները, սրանք շատ կարևոր էին, սիրելիներ։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, մի քանի կետեր խախտվում է սրա մեջ, սիրելիներ։ Մի քանի կետեր եւ այս ամենը տանում է շատ լուրջ անկման Սամսոնի կյանքի մեջ, շատ լուրջ անկման։ Եվ մենք սրանից օրինակ պիտի վերցնենք մեր կյանքի մեջ։ Տեսեք սիրելիներ, առաջինը երկու բանի վրա եմ կանգ առնելու հիմնականում։ Շատ բաներ կա, բայց այս երկուսի վրա։ Տեսեք, փոքր բաներից է սկսում։ Շատ ժամանակ մենք ասում ենք, դե ոչինչ, այս մեկն էլ թող լինի մեր կյանքի մեջ, ինչ եմ արել որ, փոքր մի հատ բան է, բայց լուրջ հետևանքներ են թողնում, սիրելիներ։ Փոքր բաները, որի վրա մենք այսպես աչք ենք փակում, շատ լուրջ հետևանքներ են թողում մեր կյանքի մեջ։ Տեսեք գրված է 14-րդ գլուխ դատավորած առաջի համարից եմ ուզում կարդամ։ Սամսոնը Թամնաթա իջավ եւ Թամնաթայի մեջ փղստացիների աղջիկների սկին մտեսավ եւ իր տունը դարձավ եւ հորը եւ մորը պատմեց եւ սավ Թամնաթայի մեջ փղստացիների աղջիկների սկին մտեսավ Զանիկա ինձի կինար անոր հայրը եւ մայրը անորսեցին միթե քո եղբայրներուդ աղջիկներու մեջ իմ բոլոր ժողովրդի մեջ չկային որ դու անթլպատ փղստացիներու կին առնել պիտի երթաս բայց Սամսոնը իր հորը ասավ Զանիկայինցի կինար քանզի իմ աչքերիս անիկա հաճելի երևեցավ հստակ Աստծո պատվիրանը կար բայց գնաց մի բանի հետևից որը ում էր հաճելի իրան էր հաճելի սերներ որ մենք մի բան անում ենք կամ մի բանի հետևից գնում ենք լավ բերեք մենք խորը նայենք այդ ամենը ում է հաճելի ինձ է հաճելի թե Աստծուն է հաճելի ես որն եմ անում նա որը Աստծուն է հաճելի թե որ ուղղակի ինձի հաճելի է եւ իր հայրը եւ մայրը ասում են միթե չկա քո եղբայրների մեջ որ դու գնացել ես այդ փղստացիների հետևից միթե չկա որ դու նրա հետևից ես գնացել ասում է իմ աչքերիս հաճելի երևեցավ մենք կարանք մի կարևոր բան ասել որ այն ինչը որ մեր աչքերին հաճելի է երբեմն մենք ուզում ենք ինչ անել ծածկել հոգևորի մեջ ծածկել թաքցնել հոգևորը կարծես ամեն բան տեղն է բայց մեզ հաճելի արարքներով մենք բաժանում ենք Աստծո կապը Աստծո այդ հաղորդակցությունը եւ հետո կանգնում ենք լուրջ խնդրի առաջ ասում ենք Աստված իմ աղոթքը չի լսում Տիրոջից պատասխան չկա գիտեք թե չէ ես մի երբ որ կարդացի ահա որ ձևից զարմացա գիտեք որ անգամ աղոթքը կարա մեղք համարի Աստված աղոթքը 107 Սաղմոսի մեջ գրված ասում է անոր աղոթքը մեղք համարես աղոթքը չլսել ուրիշ բան է չի լսում աղոթքը բայց որ աղոթքն էլ մեղք համարի գիտեք ինչի համար ասում է որովհետև ողորմություն անել չհիշեց ոչ մեկի ողորմություն չի արել բայց Տեր ջան ինձի տուր Տեր այդ աղոթքը ինչ անում մեղք համարեց երկրորդը սիրելն էր հետևյալն է 9-րդ խոսքի մեջ եւ ասում է մեղը առնելով առավ եւ ուտելով քայլեց եւ իր հորը եւ մորը գնաց անոնց ալ տվավ եւ կերան բայց անոնց չսավ թե մեղրը արյուծի դիակից հանեց ուխտավորը օրենք ուներ որ մեռած մարդու պիտի չկպնի դիակի պիտի չկպնի մեղելի պիտի չկպնի երբ որ Սամսոնը այս քայլը արեց իր հորն ու մորը խիչի ասեց որտեղ կասեին տղա ջան այս օրենքը դու խախտում ես այս բանը դու խախտում ես բայց գիտեք սիրելիներ այս մեղրը հաճելի էր քաղցր էր այնքան բաներ կա որ ուզում ենք մեղելի մեջից մեղքի մեջից աշխարհի մեջից պղծության մեջից ինչ անենք մեզի բաժին հանենք բայց ինչ ենք անում խախտում ենք Աստծո օրենքը եւ սրա հետևանքը սիրելիներ մենք տեսնում ենք որ Սամսոնի կյանքի մեջ շատ լուրջ եղավ որ թշնամին որին ինքը հալածում էր մի ժամանակ Աստված իր հետ լինելով գրված է որ Աստված թողեց Սամսոնին հեռացավ իրանից եւ աշկերը փորեցին եւ թշնամու ջաղացը ինչ էր անում աղում էր պտտում էր այդ ծանր քարը պտտում էր
Թող Աստված օգնական լինի, որպեսզի մենք կարողանանք սրա մասին շատ լուրջ մտածենք եւ խորհենք մեր կյանքի մեջ, որ Տեր Աստված չլինի, որ ես խախտեմ քո օրենքը։ Դու ուզում ես բարի խղճմտանքով, մաքուր սրտով, մաքուր էությամբ ես կանգնեմ քո առաջ։ Ինքը այդ ամեն ծածուկները տեսնում է, ինքը ամեն բան գիտի մեր կյանքի մեջ։ Թող իր անունը փառավորվի։ Դրա համար թող Աստված օգնի սիրելներ, որ այս աղոթքի մեջ մենք գալով Տիրոջ առաջ, Դավիթի պես մի բան մեր ներսը գալով աստվածավախություն քննենք եւ նայենք Տեր, ինչի մեջ են պակասել, թուլացել, ընկել, ինչի մեջ այն վիճակս ինչ որ միտեղ տկարացել։ Մեր Աստվածը կենթանի է։ Ինքը գործում է, ինքը այստեղ է եւ ինքը կարող է այսօր զորացնի, նորոգի եւ հաստատի։ Իր անունը փառավորվի։